Ես օրինակ չեմ տեսել, որ Սամվել Կարապետյանը անհանգստանար, երբ օրինակ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը կեղծիքներով ընտրվում էին նախագահ եւ վերընտրվում էին նախագահ։ Ես չեմ տեսել օրինակ, որ Սամվել Կարապետյանն այդ ժամանակ օգտագործել է իր բարձր դիրքը, իր կապերն ու փողերը հանուն Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու։ Ես չեմ լսել, որ օրինակ Սամվել Կարապետյանը բողոքեր, երբ իր ընկեր, գործընկեր Լևոն Հարապետյանը սպանվում էր ռուսաստանյան բանտում։ Բա բան չէր անում։ Մատը մատին չէր տալիս։ Իսկ երբ օրինակ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, նա երկու կողմերին հավասարապես զսպվածության կոչ էր հնչեցնում, որովհետև այդպես էին նաև ասում Ռուսաստանում։ Սամվել Կարապետյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Սամվել Կարապետյանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ դա հենց այդպես էլ կա։ Որովհետև այդ մարդը իր կեղտոտ փողերը, իսկ բնականաբար որ 90-ականներին դու չէիր կարողանա Ռուսաստանում եւ թարապես որևէ հետ խորհրդային տարածքում շատ մեծ գումարներ ստեղծել միայն մաքուր ձևերով։ Իրենք իրենց ձևերով միլիարդներ են ստեղծել եւ հիմա այդ նույն ձևերը ուզում են բերեն եւ կապեն մեր գլխին եւ որպեսզի նորից Հայաստանը դառնա ինչ որ քլոնդայք իրենց համար փող աշխատելու միջոց։ Նամանավանդ հիմա Հայաստանի սահմաններն են բացվում, շատ ավելի մեծ հնարավորություններ է լինում, այսինքն լիքը լափելու տեղ կա կներեք արտահայտությունս համար ոչ։ Չի լինի։